քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները։ Իսկ ինչ եք քննարկել, ու ինչ եք պայմանավորվել։ Քննել ցեղասպանություն եղել է թե չի եղել։ Կարող եք քննարկել, համաձայնեցրել են, որ բոլոր սփյուռքահայերի մուտքը Հայաստան պետք է արգելվի։ Ազդեցիկ հայերին կալանավորեն։ Ու ոնց որ այսօր Պրահայի հանդիպումն է համարում շատ կարևոր Հայաստանի ինքնիշխանության համար, որ վերջապես գտավ Հայաստանի Հանրապետությունը, վաղն էլ Թուրքիային արած զիջումները կհայտարարի որպես Ռուսաստանին լավ փոխարինիչ, ուղիղ ճանապարհ դեպի Եվրամիություն։ Նիկոլն ասել է, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները մի շարք հարցերում մոտ են իրար։ Այստեղ մենակ մի սխալ կա, Հայաստանի չէ, ՔՊ-ի։ Որ հարցերն են, որում Նիկոլի ու Թուրքիայի դիրքորոշումը մոտ է։ Որ օրինակ պետք է պարզել, ցեղասպանություն եղել է թե ոչ, որ Արցախը Ադրբեջան է, որ Արևմտյան Հայաստան չի եղել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա պետք է գրոհել, որ Հայաստանը Ադրբեջան է։ Մի տագնապալի ձևակերպում արդեն արել է։ Ասում է, ըստ էության մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից։ Այդ զրոյական կետը մի անգամ արդեն ողբերգություն է բերել Արցախում։ Հիմա էլ Թուրքիայի հետ է զրոյական կետից սկսում։ Զրոյական կետը ո՞րն է։ Հետ եք գնում այն ժամանակները, որ ցեղասպանությունը դեռ չէր եղել ու սկսեք նորից։